Ակցիոնից դուրս Հարգելի գործընկերներ, քանի որ երբ որ մենք խոսում ենք գործարարության մասին, ընդհանրապես ինձ համար գործարարությունը քաղաքականությունից անկախ երևույթ է եւ այն կետերում որտեղ որ այդտեղ շահերի բախում կարող է առաջանալ, ես ընտրում եմ գործարարությունը եւ կոնկրետ այս դեպքում երբ որ Դե շատ ինձ թվում է, որ շատ կոնկրետ եմ ասում։ Ես ասում եմ հետեւյալը, քանի որ ազգային ժողովի նախընտրական ցուցակում ընդգրկվել է եւ ազգային ժողովի падգամավոր դառնալը կոնֆլիկտի մեջ է մտնում գործարարություն անելու հետ եւ մեր սահմանադրությամբ դա արգելված է, ապա ես ընտրում եմ մյուս ճանապարհը եւ արդեն ասացի թե ինչի համար։ Իսկ ԿՊ-ից նեղացվածություն ունեք, օրինակ համագումարի վերջին մասնակցեցին, որևէ վիրավորանք Փաշինյանի։ Ես ձեզ հրավիրել եմ բոլորիդ իմ սենյակ եւ դրա մասին մենք խոսել ենք։ Ինչ անշկում նեղացվածություն ունես։ Պարոն Արշակյան, պրագմատիկ եք եւ հաշվարկել եք, որ ձերկուսակցությունը համասություն չի գրավել։ Հրաշալի հարց եք տալիս, պատասխանեմ ձեր հարցին։ Իմ կարծիքով մեր կուսակցությունը տանել է ջախջախիչ հաղթանակ, առաջիկա ընտրություններին եւ դրա պատճառները շատ են, չթվարկեմ եւ ես ինքս կանգնած եմ լինելու այդ հաղթանակի հետևում։ Արշակյան Ջախջախիչ իսկապես Հայաստանի ներսում եք։ Ասեմ ինչին։ Օտարերկրյա տարբեր ուժերին, որոնք որ ցանկանում են, ասեմ։ Չէ, պատասխանեմ։ Լավ եք ասում, իհարկե, եթե չի հնչում, հիմա հնչեցնեմ, թե ինչը եւ ինչ ուժերի են ջախջախելու։ Ջախջախելու ենք այն բոլոր ուժերին, որոնք որ Հայաստանում ցանկանում են, որպեսզի ժողովրդավարությունը հետընթաց ունենա։ Ջախջախելու ենք այն բոլոր ուժերին, որոնք որ ցանկանում են, որ Հայաստանում ընտրություններ կեղծվեն, այն բոլոր ուժերին, որոնք որ թալանով են զբաղվել, իրենց կուտակած թալանած բաները, կարողությունները ցանկանում են նորից դնել ընտրական գործընթացի մեջ, որպեսզի նորից գան իշխանության եւ նորից թալանով զբաղվել։ Այդ բոլոր ուժերին եւ այդ թվում նաեւ Հարգելիներս, մենք քաղաքականության մասին ենք խոսում, էլի, եւ քաղաքացիները իրենց քվեով են ջախջախել։ Այն բոլոր ուժերին, որոնք քաղաքացու ձայնը պիտի գողանան եւ գողացել են պատմության ընթացքում, ելի են ուզենալու գողանան, դրանց ջախջախիչ պարտություն է սպասում եւ մեր ժողովուրդն է դա ապահովելու։ Ես կարծում եմ ավելի հստակ դժվար ասել եւ նաեւ այն բոլոր օտարերկրյա ուժերին, որոնք ցանկանում են Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը հարցականի տակ դնել եւ տարբեր ներքին ուժերի վրա հիմնվելով ցանկանում են խոցելի դարձնել Հայաստանի ժողովրդավարությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Պարոն Արշակյան, քաղաքականությունը հոգնեցրեց ձեզ։ Ոչ մի բան ինձ կյանքում չի հոգնեցնում, որովհետեւ նպատակները հստակ են եւ ես նաեւ ուզում եմ ասել, որ գործարարությամբ զբաղվելը կամ մասնավոր հատվածում զբաղվելը ինձ համար նույնքան պատասխանատու աշխատանք է, ինչքան քաղաքականությամբ զբաղվելը եւ այդ աշխատանքում ես անհոգնել եմ եւ բոլոր ինձ ճանաչող մարդիկ դա գիտեն։ Այդ կա գործարարներին այլևս չբերել խորհրդարան, որովհետեւ այս ձեր նշածով, այո, դա խանգարում է քաղաքականության։ Կա սկզբունք այս բանին ցուցակում այնպիսի մարդկանց բերեք խորհրդարան, որ գործարարությունը քաղաքականություն չխախտեն իրար։ Սկզբունքները հետեւյալն են, դրանք նշված են սահմանադրության մեջ, որևէ ազգային ժողովի падգամավոր չի կարող զբաղվել։ Դե մենք տեսնում ենք, պարոն Հակոբյան, Արշակյան, բայց ներողություն, մենք հիմա ասենք երկրներ կան, որոնց նախագահներն են գործարարներ եղել։ Բայց խնդիրը չի վերաբերվում նրան, որ մարդը կապիտալիստ է, կապիտալ ունի թե չունի, կամ բիզնես ունի թե չունի։ Խնդիրը վերաբերվում է նրան, որ մարդը չզբաղվի այլ աշխատանքով, քան падգամավորությունն է, կամ վերաբերվում է արվեստին, ստեղծագործ աշխատանքին, կամ վերաբերվում է կրթությանը։ Այսինքն, եթե մարդը ինչ-որ մի բան ունի, ինչ-որ մի բիզնես ունի, որը տվել է կառավարման, մեր օրենքը դա չի արգելում։ Եվ իսկ եթե սկզբունքային տեսանկյունից նկատի ունեք արդյոք դա ընդունելի է թե չէ, եթե падգամավորը զբաղվի զուգահեռաբար բանով գործարարությամբ եւ падգամավորությամբ, իմ կարծիքով դա ընդունելի չի։ Պարոն Արշակյան, բայց ես ուզում եմ նաեւ ասել, որ ես չեմ տեսել նման բան։ Այսինքն մարդիկ իրենց բիզնեսները տալիս են կառավարման, գնում են զբաղվում են քաղաքականությամբ։ Պարոն Արշակյան, ներողություն մեկ բան չտեմ, դուք ձեր սեփական բիզնեսն եք հիմնելու, թե ուղղակի մասնավոր ոլորտում աշխատանքի եք անցնում։ Այդ մանրամասներին կարծում եմ այս պահին չանդրադառնանք տեխնիկական, կտեսնենք, որովհետև այս պահին ես падգամավոր եմ
Այս բանին ես պատգամավորում զբաղվում եմ իմ աշխատանքով, այսինքն ես հիմա չեմ զբաղվում իմ բիզնեսի պլանավորմամբ, այսինքն կարող է ինչ-որ իդեաներ ունեմ, բայց իմ հիմնական աշխատանքի հիմա ուղղված է քաղաքական աշխատանքին, որով ես զբաղվում եմ մինչև մեր ազգային ժողովի լուծարումը եւ այս բանին կոռեկտել չեմ համարում, կներեք, զուտ բան, այսինքն տեխնիկական Պատգամավորները կան, որոնք չեն առաջադրվել։ Եկեք ավարտենք, էլի հարգելի Սնում ամեն որոշ հարցերում սկզբունքայնություն եք դրսևորել, հակառակվել Փաշինյանի տեսակետին, դրա համար դա ձեզ չի ներվել, ինչպես չի ներվել Հովիկ Աղազարյանը։ Ներողություն, բայց ես կարծում եմ, որ դա անլուրջ հարց է, իմ գործընկերներն են, շատերը իմ ընկերներն են, մեր կուսակցությունում ես որևէ նման սկզբունքային հակասություն չունեմ, ինչ որ հարցեր ունենում եմ, որոնք պետք է հնչեցվեն, մշտապես հնչեցվում եմ, դրա համար երբևէ չեմ հետապնդվել, ինչպես ձևակերպեցիք, եւ ուզում եմ, որ մենք այդ հարցերում անհիմն ուղղակի տենց հարց պատասխան հարցեր չտանք։ Ձեր գործընկերներից էլ չեն Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, հարցրեք դրանց, ովքեր եղել են չեն առաջադրվել, ինձ հարցում եք, Պայի հետ գա քաղաքական։ Մերսի։